Եթե այս տարբերակով պատրաստեք սպանախը, ապա այսպես կպահպանի և գույնը, և վիտամինները։ Առաջին հերթին մեզ անհրաժեշտ է սպանախ։ Մաքրում ենք կտրելով ցողունի կոպիտ մասերը և տերևների ծայրերից։ Այնուհետև լվանում ենք հոսող ջրի տակ մի քանի անգամ։ Մի քանի անգամ լավ լվանալուց հետո պատրաստում ենք աղաջուր և թողնում աղաջրի մեջ մոտավորապես 10-ից 15 րոպե։ 15 րոպե անց հանում ենք աղաջրից և ևս մեկ անգամ լվանում հոսող ջրի տակ, այնուհետև դնում ցամքոցը, որպեսզի մի փոքր ցամքի։ Սպանախը թողնում ենք մի փոքր խոնավ վիճակում, որից հետո սկսում ենք կտրատել այսպես, ինչպես ցուցադրում եմ հոլովակում։ Այնուհետև կաթսան դնում ենք կրակին, ավելացնելով բուսայուղ։ Մի փոքր տաքանում է բուսայուղը և սկսում ենք կտրատած սպանախը լցնել բուսայուղի մեջ։ Ծածկում ենք կափարիչով և թողնում 2 րոպե, որից հետո բացում ենք և շրջում, որպեսզի հավասար խաշվի։ Երբ արդեն եփվում է, համեմում ենք աղով։ Այնուհետև կոտրում ենք ձուն, համեմում աղով և լավ հարում։ Եփվելու ընթացքում բավականին ջուր է դուրս եկել, որից պետք է մի փոքր հեռացնել։ Այնուհետև ավելացնում ենք նախօրոք հարած ձուն, խառնում, եփում ևս 1 րոպե և վերջ։ Ընդհանուր եփեցինք մոտավորապես 4 րոպե։ Եթե ձեզ դուր եկավ պատրաստման իմ տարբերակը, պահպանեք տեսանյութը և գրեք մեկնաբանություն։ Բաժանորդագրվեք իմ ալիքին, տարածեք և լայքեք։